ծրագրերին մասնակցողների թե արդյունքները, թե ոգևորությունը, իսկապես կարծում եմ սա երևի հենց իրական նպատակն է, թե ինչի համար ենք մենք սա անում։ Որովհետև մենք չգիտեմ, պետական կառույց չենք, ոչ մի պարտավորություն չունենք։ Սա իսկապես ես եւ Սերգեյը սկսել ենք այս ամեն ինչը մեր այսպես սպորտային ինտուզիազմից սկսած ու հետագայում կարծում եմ ինչ որ լավ բան ենք ստացել ու երևի թե արդեն 8 տարի շարունակական այս ամենը դրա լավագույն ապացույցն է։ Մենք 2017 թվին ենք հիմնել ֆեդերացիան, սկզբից մասնակիցները սակավաթիվ էին, բայց ինչպես հիմա տեսնում ենք, մենք այսօր ունենք մոտ 110 մասնակից եւ նաեւ նշեմ, որ մեր մրցումները 2017 թվականից անցկացնում ենք Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ։ Մեզ մոտ հավասարաչափ ունենք մասնակից եւ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայից եւ մեր ֆեդերացիայից բաց առաջնություն մասնակից, բայց ոնց որ այս մասնակիցները ճիշտ է ֆեդերացիաները օֆիցիալ առանձին են, բայց բոլորը մերն են, էլի, այտենց ոնց որ օֆիցիալ մասը դիպլոմները առանձին է տրվում, բայց ոնց որ բոլորը մեր մարզիկներն են, մենք մեծ հաշվով տարբերություն չենք դնում մարզիկների միջև։ Հաշմանդամային սպորտի այդ բացը զարգացված չէր Հայաստանում, տեսնելով ես ինքս բասկամարտ սպորտաձևով զբաղվելով, տեսնելով որ բաց կա, տեսնելով որ ամբողջ Հայաստանը միակ մարզիկն է ներկայացնելու, այն ժամանակվանից այդ տաղացում առաջացել է եւ Հաշմանդամային սպորտի մեր ֆեդերացիան զբաղվում է ոչ միայն բասկամարտով, նաեւ պարածանրամարտով, պարաատլետիկայով, մի քանի սպորտաձևեր ենք զարգացնում Հայաստանում եւ 2017 թվականից մինչ հիմա մենք Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ համատեղ անց ենք կացնում Սեխում հենարանից Հայաստանի առաջնությունը եւ ամեն տարի եւ մարզիկների քանակային առումով շատանում են մարզիկները եւ որակն է շատանում եւ արդեն ունենք մարզիկներ, որ գնում ենք Եվրոպա եւ աշխարհ ենք ներկայացնում եւ այդ տարիների այդ աշխատանքն է, որ այսօր մենք տեսնում ենք։ Այս տարի ունենք մարզիկներ հաշմանդամության կարգ ունեցող, ովքեր բայց նաև մասնակցում են ոչ հաշմանդամություն ունեցողների հետ միասին եւ այս ամեն ինչը տարին տարվա վրա նոր մարդկանց տեսնելով, մարդկանց ոգևորությունը տեսնելով, ավելի լավ արդյունքների իրենց նախորդ տարվա հետ համեմատած, այս ամեն ինչն ենք համարում հիմնական ձեռքբերումը մեր անցկացրած։ Հաշմանդամություն ունեցող մարզիկների մոտ մի ուրիշ աուրա է եւ դու տեսնում ես այդ պայքարը ավելի վառ արտահայտված է, բոլորի մոտ կա այդ պայքարը։ Իրենց մոտ կա այդ վառ արտահայտված պայքարը, որ դու տեսնում ես, որ իրենք հաղթել են իրենց կյանքում արդեն դժվարությունները եւ շարունակում են արդեն հաղթել մրցահարթակում։ Եվ մենք ունենք մասնակիցներ այսօր Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայից, ովքեր աշխարհում զբաղեցրել են առաջին տեղը մի ամիս առաջ, ունենք աշխարհի առաջնության մասնակիցներ շատ բարձր արդյունքով, որոնք պատրաստվում են օլիմպիական, պարաօլիմպիկ խաղերին։ Ինչպես նաև մեր մասնակիցների մեջ կան մարզիկներ, մենք ունենք այս տարի ունեցել ենք 6 մեդալ, 2 մեդալ աշխարհի առաջնությունից, 2 արծաթե մեդալ եւ տարբեր մրցանակային տեղեր, երկրորդ, երրորդ մրցանակային տեղեր Եվրոպայի առաջնությունից։
արդեն 5-րդ անգամ մասնակցում եմ Հայաստանի առաջնությանը եւ 5 անգամ չեմպիոն եմ դարձել։ Հուսամ այսօր էլի կպահեմ չեմպիոնությունը։ Աշխարհի առաջնության մեր մասնակցությունը շատ կարևոր էր, քանի որ պարալիմպիկ խաղերի ճանապարհային քարտեզի սկիզբն էր։ Եթե մենք չմասնակցեինք պարալիմպիկ խաղերին 2028 թվականին եւս չէինք կարողանա մասնակցել։ Այստեղ չեմ կարող ասել շատ մեծ հաջողություններ ունեմ, 24 մասնակցից 13-րդ հորիզոնականն եմ զբաղեցրել, բայց հաջորդ ճանապարհային արդեն քարտեզի մրցումներին շատ ավելի լավ արդյունքներ կունենամ, որովհետև իմ առաջին փորձառությունն էր, այդպես այդքան լավ չստացվեց, մեր ուզածով չստացվեց, բայց ապագայում ավելի լավ կլինի։ Ծանրամարտը ուրիշ աշխարհ է, ոնց էլ ուզում ալնի ուրիշ աշխարհ է։ Բացի այդ հաշմանդամություն ունեցող անձին ինտեգրում է։ Նաև պարալիմպիկ ինքը մարզաձև է ու հնարավոր է մի օր պայքարենք ու դուրս գանք թե Եվրոպա, թե աշխարհ։ Պայքարը իմ բնակավարում, իմ քաշային կատեգորիայում պայքարը 9 հոգու մեջ էր։ 9 հոգուց երկրորդը ես դուրս եկա։ Մարզիկի օրը սկսվում է եւ ավարտվում է իր պարապմունքներով, իսկ տարբերվում է նրանով սովորական կնոջ առօրյայից, որ ռեժիմ ենք պահում, թե սննդակարգ ենք պահում, քնելը պետք է ճիշտ ժամանակին լինի, ուտելը ճիշտ ժամանակին, բացի այդ շատ ենք մարզվում ու ես աշխարհի չեմպիոն եմ ու հիմա էլ պատրաստվում ենք Եվրոպայի առաջնության, այնտեղ էլ ես հույս ունեմ, որ էլի այնպես կանեմ, որ իմ պատվին հնչի Հայաստանի Հանրապետության նոր ներքը։ Շատ ավելի պարտավորեցնող դարձավ այս ամենը հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, որից հետո ցավոք ունեցանք էլ ավելի շատ զինհաշմանդամներ, բայց մյուս կողմից նաև նման միջոցառումներով փորձում ենք մարդկանց ավելի մասնակիցը դարձնել սպորտի միջոցով կյանքին, մարզվելուն, եւս մի ավել նպատակ ունենալու կյանքի մեջ եւ շատ ուրախ ենք, որ շատ մեծ ներգրավվածություն ունեն մեր մրցաշարերին եւ ամեն տարի էլ ավելի լավ արդյունք են ցուցաբերում։ Այս տարի շուրջ 60 մարզիկներ ունենք, Հայաստանի ողջ շրջաններից ունենք մասնակիցներ, Արցախից շատ ունենք տղաներ, ովքեր պատերազմի ժամանակ են հաշմվել, 21 հոգին օրինակ պատերազմի մասնակիցներ են ու իրենք չեն կոտրվել, իրենք կոտրվող տեսակ չեն, վառապատ հուսնադուտիկները եք տեսնում, մարզվում են, հաջողություն են գրանցում, բարձր քաշեր են բարձրացնում, երկիր են ներկայացնում պատվով։ Ֆեդերացիայի մասին իմացել եմ հենց վիրավորումից հետո, վիրավորում ստանալուց հետո 2020 թվականին եւ արդեն պրոթեզավորվելուց հետո միացա թիմին, մինչեւ հիմա մասնակցում եմ ամենամյա մրցումներին, որ իրականանում են, երևի 4-րդ անգամն է։ Ինչ հաջողություններ եք հասցրել։ Դեռևս Հայաստանի չեմպիոն, փոխչեմպիոն, բայց մեծ հույսեր ունենք եւ մեծ աշխատանք պետք է կատարվի, որպեսզի հետագայում արդեն Հայաստանի Հանրապետություն ներկայացվի արտասահմանում։